Մտածել, որ հնարավոր է դաշնակցությունից դուրս որևէ մեկը դաշնակցության ներսում ազդեցություն ունենա, դա բացառվում է մեր 135 տարիների պատմության մեջ, կայսրություններ, պետություններ, բազմաթիվ անհատներ փորձել են, նման փորձեր եղել է, բայց բացառում է, ինչ է նշանակում այն ինչ որ ասացիք։ Բացարձակ նման բանը գոյություն չունի եւ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական թևեր։ Դաշնակցության մեջ չի կարող նման թևեր լինել։ Դաշնակցության մեջ կա մեկ թև, դա դաշնակցության թևն է։ Մնացածը ասեկոսներ են, խոսակցություններ են, չի եղել եւ չի կարող նման բան եղել, շատ անկեղծ ձեզ վստահեցնում եմ։ Քննարկումներ, մոտեցումներ, տեսակետների տարբերություններ մարտավարության իմաստով միշտ եղել է ու կա ու շատ բնական է։ Աննորմալ կլինի, եթե դաշնակցության մեջ դա չլինի։ Ես ժողովի բացմանը ասում, եթե մեկ անգամ առիթ ունենաք դաշնակցության ներքին քննարկումներին լինել, տեսնել դաշնակցության ղեկավարությունը ինչպես է մանրակրկիտ հաշվետվություն տալիս իր շարքերին եւ շարքերը ինչպես անխնա եւ սրտացավ քննադատում են ղեկավարությանը, պարզ, անկեղծ խոսում են, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս են գալիս ամբողջական, միասնական եւ այլևս որոշում ընդունելուց հետո բոլոր տարակարծությունները դրվում են այն կողմ։